Նախնական դատալսում է քրեական գործով ըստ մեղադրանքի Հայկաս Պապիկի Բաղամանյանի դատական նիստերի քարտուղարին խնդրեմ զեկուցել դատարան ներկայացած դատավարության մասնակիցների մասին։ Մակարժան դատարան դատավարություն կողմերի ներկային դատականիստին, դատականիստների ներկայացել Հայաստանի Հանրապետության Մտավոր դատախազության, Հայաստանի Հանրապետության Դատախազության կոմիտեի միջդատական մարտիրոդականության նկատմամբ զսպողության վարչություն գործողված դատախազ Մոհամեդ Սաֆարյանը հաստաբան անհայտ աղակիները դատականիստի դատիչմետում նաև զլմ ներկայացուցիչ Իդավ Պեսը։ Շատ լավ, գիտություն զլմ ներկայացուցիչ նախորդ դատական ներողություն նիստի ժամանակ Մեղադիլ Բաղամանյանը դիրքորոշումը ներկայացրել առայն որ չի արվում, որպեսզի սույն դատական նիստերը տեսաձայնագրվեն եւ հեռարձակվեն։ Շատ լավ, հանրային մեղադրանքը փոխվել է, հարգելի հանրային մեղադրանք ներկայացեք դատարանին։ Մի րոպե։ Շատ լավ, շնորհակալություն պարոն Մարոբյան։ Պարոն Բաղամանյան, լսում եմ ձեզ դիրքորոշման փոփոխության մասով քննարկման առարկայի դատարանը դարձնում սույն դատական նիստերը տեսաձայնագրավելու զանգվածային լրատվության միջոցների կողմից հեռարձակում ուղիղ իրականացնելու հարցը։ Արդեն պաշտպանը ներկայացրեց դատարանում ավելի ճիշտ է որպեսզի չդատարանում դատարանում եսակով այդ սոցիալական ցանցերում շատ տհաճ Շատ լավ, բարի, կարող եք նստել, եթե այլ ասելիք չկա, դատարանը կարող որոշում կայացնել։ Բարի, ուրեմն հաշվի առնելով այն հանգամանքը, որ գործող քրեադատավարական օրենքի կարգավորումների համաձայն դատական նիստի տեսաձայնագրավումը, հեռարձակումը կարող է տեղի ունենալ Մեղադյալի համաձայնությամբ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայկաս Բաղամանյանը գործող Մեղադյալը դիրքորոշման փոփոխություն է ներկայացրել, ուստի դատարանը հիմք ընդունելով պաշտպանության կողմի դիրքորոշումը որոշում է կայացնում չթույլատրել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին տեսաձայնագրավել սույն դատական նիստերը։ Դուք կարող եք միայն ձայնագրել, բայց տեսագրել ուղիղ հեռարձակում իրականացնել դատական նիստերի դահլիճից պրոցեսի ընթացքում չեք կարող։ Այսքանով այս հարցը համարում ենք լուծված։ Պարոն Ղուկասյանը վերադարձել նմանձնացնող փաստաթուղթը կարող չցանկանա այլևս շարունակել։ Լավ, շատ լավ, շնորհակալություն պարոն Ղուկասյան։ Ներկայացեք դատարանին հարգելի հանրային մեղադրանքով։ Շատ լավ, դատարանին ներկայացրեց Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության, Հայաստանի Հանրապետության հակախորհրդության կոմիտեի միջդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության արտադրության առաջին դասի խորհրդական Արմեն Պանոսյանի կողմից նախագահ Դատորոշ Սարգսյանի հասցեագրված ռենգը 1025 թվականի թվականին գրությունը, որը ունի հետևյալ բովանդակությունը, հարգելի պարոն Սարգսյան, ձևավորություն քննորդի Մեղադրանքի պաշտպանությունը Դատախազության մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 26 հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով ներգրավվել է նաև Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության, Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի միջդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչություն գործողված դատախազ Մոհամեդ Սաֆարյանը։ Հիմա քննարկենք բացառակի հարցերը, մինչ այդ անդրադառնանք, ես տեսնում եմ, որ պաշտպանության կողմում փոփոխություն տեղի ունեցել, ներկայանալ դատարանի։ Շատ լավ, դատարանին ներկայացվեց Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի փաստաբան Անահիտ Խաչիկի Արաքելյանի համար 3759 վկայականը տրված 05/07/2025 թվականին անժամկել։ Պարոն Բաղամանյան, ոտքի կանգնեք,
Դատանը որոշում է կայացնում կողք նստել։ Հիմք ընդունելով Մեղադյալ Հայկաց Բալոյանի այդ որոշումը դատանը որոշում է կայացնում Արմեն Տարաքելյանին ներկայումս իր գործով որպես Մեղադյալի պաշտպան։ Լավ, ուրեմն Հարեն Մեղադրողի եւ նոր ներկայացված պաշտպանի համար արձագանքում ներկայացնենք քննարկենք քրեատորական 2017 թվականի առաջի մասի առաջին կետով նախատեսված հարցը, մասնավորապես նիստը նախագահում է Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վարդգես Սարգսյան, նիստերի քարտուղար Նարման Ռոստոմյանին, նախագահ դատավոր Սարգսյանին, նիստերի քարտուղար Ռոստոմյանին, համապատասխանաբար ինքնաբացարկի և բացարկի հիմքերը պարզաբանելու անհրաժեշտություն չտեսնելու դեպքում ունեն արդյոք կողմերը նման միջնորդություններ շատ լավ։ Պաշտպանության կողմը տեսակ արգելի պաշտպաններ և Մեղադյալ Արմեն Մեղադրողը փոխվեց, այսօր ներկայացել է դատան Մանե Սաֆարյան, Տիկին Սաֆարյանի բացարկի միջնորդություն պաշտպանության կողմունի թե ոչ։ Տիկին Սաֆարյան պաշտպաններ Մանուկյանին, Ալեքսանյանին, Մարաբյանին և այսօր ներկայացված Առաքելյանին, վարույթին մասնակցելուց ազատելու հիմքեր ձեզ հայտնի են թե ոչ։ Իգիտություն Հարեն Մեղադրող Մանե Սաֆարյանի և պաշտպան Անահիտ Առաքելյանին գտնում եք նախնական դատալսումների փուլում, հասել ենք ապացույցների ծավալը որոշելու հիմնական դատալսումների ընթացքում հետազոտման ենթակա ապացույցների ծավալը որոշելու հարցին, նախորդ դատական նիստը հետաձգվել է պաշտպան Սերգեյ Մարաբյանի միջնորդությամբ, նախորդիվ քննարկված հարցերի հետ կապված, ինչպես նաև հաջորդիվ քննարկման ենթակա հարցերի հետ կապված դիրքորոշում ներկայացնելու նպատակով։ Մինչև քննարկման ենթակա հաջորդ հարցին անդրադառնալը դատարանը ցանկանում է ճշտել պաշտպան Անահիտ Առաքելյանի դիրքորոշումը։ Արդյոք գործի նյութերական տրամադրության տակ դատարանի աշխատակազմը այդ մասով պարտականություն ունի։ Այդ դեպքում դատարանն անցնում է քրեական դատավորության օրենսգիրքի 311-րդ հոդվածով նախատեսված հետազոտման ենթակա ապացույցների ծավալի հարցի քննարկմանը, այդ կապակցությամբ լսում ենք Հարեն Մեղադրող Մանե Սաֆարյանի դիրքորոշումը։ Առաջարկման հիմնական դատասությունների ընթացքում հետազոտել են կողմից հիշեցված ապացույցները, ըստ դրանց ոչ է սահմանադրականության, մասնավորապես առաջարկում են նախ հետազոտել մեղադրական եզրակացության ավելվածում առկա վիրավորվածությունները, մասնավորապես կատարյալի 2023 թվականի մարտի 6-ի արձանագրությունը, որով ըստեյության ուսումնասիրվել են անվարումների պաշտոնական սանալու վերաբերյալ փոփոխությունները, ինչպես նաև վերջինս հայտարարվում առկա տվյալները, այնուհետև պատասխան դատարան առաջարկում են հետազոտությունը կատարելուց 2023 թվականի ապրիլի 10-ի արձանագրությունը, որով ըստեյության ծնվել են Պանվահանյանի բանկային կարգի կազմող առանձին տեղեկատվությունը, որով ըստեյության վաստակվում է մեղադրակի մեջ առկա փողերի լվացման մասով անհամակները, այնուհետև պատասխան դատարան առաջարկում են հետազոտել արտավարդային հաստատություն ճանաչված 2023 թվականի 15-ի հետազոտողի նախարարությունից ստացված եւ նոր կազմող տեղեկատվության պահանջական գործողության արձանագրության որպես հավելված կստած փաստաթղթերը, մասնավորապես հայտարարության կողմից լեզվի աշխատավարձի եւ դրան հավասարացած վճարումների օրենքնահատված այլ վճարումների վերաբերյալ պահանջող փաստաթղթերը, ինչպես նաեւ վերջինիս տարբեր պաշտոնների նշանակների վերաբերյալ հրամանները, արտավարդային հաստատություն ճանաչված Մեղադրյալ Հայկաց Բալոյանի կողմից 2023 թվականի մարտի 7-ին 55-ից ներկայացված կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պաստինումը, այդ ինքն է փոստի միջոցով վարկածների հավաստող փաստաթղթերի հայտնության կողմից տված ծածկականը, տեղեկատվության պահանջի մասին 2023 թվականի մարտի 7-ի արձանագրությունը, արտավարդային հաստատություն ճանաչված նախարարությունից պատասխան տեղեկատվության պահանջի ստացված եւ 2023 թվականի մարտի 31-ի տեղեկատվության պահանջական
տարբեր պաշտոններում նշանակելու վերաբերյալ հրամանները, համապատասխանաբար նշված փաստաթղթերի զննում կատարելու վերաբերյալ արձանագրությունները, արտավարդային փաստաթուղթ ճանաչված փաստաբաններ Արտուր Մանուկյանի եւ Նուշրեփ Ալեքսյանի կողմից 2023 թվականի ապրիլի 17-ին ներկայացնում եւ դրանից մի կողմից հայկացնումից մյուս կողմից Դեզերպրո ընկերության եւ Էջիմաքս Ֆուտիկի ընկերության միջև կնքված փոխհատուցման պայմանագրերը, տեղեկատվության պահանջի մասին եւ 2023 թվականի մայիսի 8-ի արձանագրության կից գրության եւ արտավարդային փաստաթուղթ ճանաչված փաստաթղթերը արտավարդային փաստաթուղթ ճանաչված հաղորդակի գործերի նախարարության պատասխան վարչությունից ի պատասխան տեղեկատվության պահանջի ստացված եւ 2023 թվականի մայիսի 8-ի տեղեկատվության պահանջի գործության արձանագրությանը, որպես հավելված տեսված հայկացողմանի հապից ստացված աշխատավարձ վերաբերյալ պատասխան տեղեկանքը, տեղեկատվության պահանջի մեջ 2023 թվականի մայիսի 8-ի արձանագրության կիսգրության եւ արտավարդային փաստաթուղթ ճանաչված փաստաթղթերը, Իրավական անձանց պետական ռեգիստրի գործակալությունից ի պատասխան տեղեկատվության պահանջների ստացված համապատասխանաբար 23 թվականի մայիսի 8-ի եւ մայիսի 11-ի տեղեկատվության պահանջի միջական գործության արձանագրությունների որպես հավելված կցված իրավական գործունեության փաստաթղթերը եւ դրանք պարունակող լազերային սկավառակները, տեղեկատվության պահանջի մասին 2023 թվականի մայիսի 11-ի արձանագրության կից եւ արտավարդային փաստաթուղթ ճանաչված փաստաթղթերը, 2023 թվականի մայիսի 15-ի տեղեկատվության պահանջի մասին արձանագրությունը կից եւ դրանք արտավարդային փաստաթուղթ ճանաչված փաստաթղթերը, արտավարդային փաստաթուղթ ճանաչված կադաստրի կոմիտեի պատասխան տեղեկատվության պահանջի ստացված 2023 թվականի մայիսի 15-ի տեղեկատվության պահանջի քննչական գործողության արձանագրությանը որպես հավելված կցված նույն թվականի մայիսի 5-ի դրությունը այդ դրության կից ներկայացված փաստաթղթերը եւ դրանք պարունակող լազերային սկավառակ, տեղեկատվության պահանջի մասին 23 թվականի մայիսի 22-ի արձանագրությունը, դրանք կից եւ արտավարդային փաստաթուղթ ճանաչված փաստաթղթերը, Իրավական անձանց պետական ռեգիստրի գործակալությունից ի պատասխան տեղեկատվության պահանջի ստացված 2023 թվականի մայիսի 22-ի տեղեկատվության պահանջի քննչական գործողության արձանագրությունը որպես հավելված կցված դրությունը, մասնավորապես ապահովի ընկերությունների արխիվային գործում առկա էլեկտրոնային փաստաթղթերը եւ դրանք պարունակող լազերային սկավառակը, տեղեկատվության պահանջի մասին 23 թվականի մայիսի 22-ի արձանագրությունը, կից եւ արտավարդային փաստաթուղթ ճանաչված փաստաթղթերը, արտավարդային փաստաթուղթ ճանաչված Ավանգախ մոտոցիկլական ընկերությունից ի պատասխան տեղեկատվության պահանջի ստացված եւ 23 թվականի մայիսի 22-ի տեղեկատվության պահանջի քննչական գործողության արձանագրությանը որպես հավելված կցված փաստաթղթերը, մասնավորապես Էլպոստի միջոցով հայցած տեղեկությունների ստանդարտահարեցող հաղորդակցություն Ավանգախ մոտոցիկլական ընկերության 23 թվականի մայիսի 22-ի դրությունը, այդ դրության կից 14 թվականի փետրվարի 26-ի պայմանագիրը, հանձնարարման ակտը, Հայկաց Բաղդանային անձնագիր տրանսպորտային միջոցի աշխատանք վկայականի վարչությունները եւ թիվ 000038-ի օգտերը, արտավարդային փաստաթուղթ ճանաչված տրանսպորտային միջոցի առավաճառքի 18 թվականի նոյեմբերի 7-ի, 28 թվականի մարտի 14-ի, ապրիլի 20-ի եւ հունիսի 4-ի Mercedes-Benz Mark-ի տրանսպորտային միջոցի առավաճառքի պայմանագրերը, պետական ռեգիստրի գործակալությունից ստացված լազերային սկավառակների ներդրված IDEA Group եւ Aquatic ընկերությունների ակտիվային գործերում առկա էլեկտրոնային փաստաթղթերի թղթային տարբերակները, տեղեկատվության պահանջի մասին 22 թվականի հունիսի 20-ի արձանագրությունը, կից դրությունը եւ արտավարդային փաստաթուղթ ճանաչված փաստաթղթերը, արտահայտման պատանի մասին 22 թվականի հունիսի 23-ի արձանագրությունը, արտավարդային փաստաթուղթ ճանաչված հեղափոխության կոմիտեի ՀԿՏ-047-23 որոշման դիմադրը կենտրոնական բանկից արգելված Հայկաց Բաղդանային եւ Հայկական բանկի ընկերության միջև կնքված վարկային պայմանագրերի պատճառները, ուսում կատարելու մասին 22 թվականի հունիսի 1-ի արձանագրությունը, արտավարդային փաստաթուղթ ճանաչված 22 թվականի հունիսի 29-ի կենտրոնական բանկից արգելված Հայկաց Բաղդանային եւ Հայկական բանկի միջև կնքված վարկային պայմանագրերի թղթային տարբերակները, արտավարդային փաստաթուղթ ճանաչված 22 թվականի հունիսի 15-ի տեղեկատվության պահանջին պատասխան Հանրապետական եկամուտների կոմիտեի 22 թվականի հունիսի 28-ին ստացված եւ նույն կազմված տեղեկատվության պահանջի քննչական գործողության արձանագրությանը որպես հավելված կցված գրությունը կից փաստաթղթերը Aquatic ընկերության կողմից ստուգված աշխատանքային փաստաթղթերի անվանական բացվածքը, այդ ընկերությունը իրականացված ֆիգուրների ուսումնասիրման արձանագրությունների Aquatic ընկերության բաղադրատեսների, այդ ընկերության կողմից կատարած արձանագրումների վերաբերյալ տեղեկատվությունը եւ դրանք պարունակող լազերային սկավառակը, թվային ներքին հեռախոսային հաղորդակցության վերահսկում արտադրության գործողություն կատարելու դրա արդյունքներն արձանագրելու մասին 23 թվականի հունիսի 26-ի արձանագրությունը, նույն արտադրության գործողություն կատարելու եւ դրա արդյունքներն արձանագրելու մասին 23 թվականի հունիսի 7-ի արձանագրությունը, արտադրության գործողություն կատարելու մասին 23 թվականի հունիսի 10-ի արձանագրությունը, հունիսի 10-ի արձանագրությունը եւ դրանից լազերային սկավառակների հունիսի 12-ի արձանագրությունը եւ լազերային սկավառակը, արգելված կատարելու մասին 23 թվականի հունիսի 28-ի արձանագրությունը, թվային ներքին հեռախոսային հաղորդակցության վերահսկում արտադրության գործողություն կատարելու եւ դրա արդյունքներն արձանագրելու մասին 23 թվականի հունիսի 29-ի արձանագրությունը, ներքին դիտում արտադրության գործողություն կատարելու եւ դրա արդյունքներն արձանագրելու մասին 23 թվականի օգոստոսի 12-ի արձանագրությունը, թվային ներքին հեռախոսային հաղորդակցության վերահսկում արտադրության գործողություն կատարելու եւ դրա արդյունքներն արձանագրելու մասին 23 թվականի օգոստոսի 12-ի արձանագրությունը,
Զրույցում կատարելու մասին 20 թվականի հոկտեմբերի 26-ի արձանագրությունը արտավարդային փաստաթղթ ճանաչված եւ 20 թվականի հոկտեմբերի 26-ի զրույցի արձանագրությունը որպես հավելվածված անհամաչելի համացանցային կարգից արտադրված փաստաթղթերը թվային այդում հեռախոսային հաղորդակցության վերահսկում գաղտնի քննչական գործողություն կատարելու դրախոսության արձանագրության 20 թվականի հոկտեմբերի 26-ի արձանագրությունը տեղեկատվության պահանջի մասին 20 թվականի նոյեմբերի 3-ի արձանագրությունը արտավարդային փաստաթղթ ճանաչված Ինտերպոլ ազգային կենտրոնական բյուրոյից պատասխան տեղեկատվության պահանջի ստացված եւ 20 թվականի նոյեմբերի 3-ի տեղեկատվության պահանջի քննչական գործողության արձանագրության որպես հավելված կցված համապատասխան 20 թվականի նոյեմբերի 3-ի դիրությունը թվային այդում հեռախոսային հաղորդակցության վերահսկում գաղտնի քննչական գործողություն կատարելու եւ դրախոսության արձանագրելու մասին 20 թվականի հոկտեմբերի 31-ի արձանագրությունը տեղեկատվության պահանջի մասին նոյեմբերի 8-ի արձանագրությունը նոյեմբերի 9-ի արձանագրությունը քիծգրությունը եւ արտավարդային փաստաթղթ ճանաչված փաստաթղթերը պետական ինֆորմացիոն կոմիտեի պատասխան տեղեկատվության պահանջի ստացված 20 թվականի նոյեմբերի 9-ի տեղեկատվության պահանջի քննչական գործողության արձանագրությունը որպես հավելված կցված 20 թվականի նոյեմբերի 6-ի գրությունը եւ արտադրության էլեկտրոնային փաստաթղթերը մասնավորապես արտադրության ընկերության հարկային գործերը արտաքին դիտում գաղտնի քննչական գործողություն կատարելու եւ դրա արդյունքներին արձանագրելու մասին 20 թվականի նոյեմբերի 3-ի արձանագրությունը թվային այդում հեռախոսային հաղորդակցության վերահսկում գաղտնի քննչական գործողություն կատարելու դրա արդյունքներին արձանագրելու մասին 20 թվականի նոյեմբերի 3-ի արձանագրությունը նոյեմբերի 16-ի արձանագրությունը նույն քննչական գործողություն կատարելու վերաբերյալ տեղեկատվության պահանջի մասին 20 թվականի նոյեմբերի 21-ի արձանագրությունը նոյեմբերի 23-ի արձանագրությունը թվային այդում հեռախոսային հաղորդակցության վերահսկում գաղտնի քննչական գործողություն կատարելու մասին 20 թվականի դեկտեմբերի 1-ի արձանագրությունը նույն գաղտնի քննչական գործողություն կատարելու մասին դեկտեմբերի 2-ի արձանագրությունը դեկտեմբերի 18-ի արձանագրությունը դեկտեմբերի 2-ի արձանագրությունը արտադրում կատարելու մասին 20 թվականի դեկտեմբերի 25-ի արձանագրությունը արտավարդային փաստաթղթ ճանաչված կառավարության դատարանի անպատասխան որոշման կենտրոնական բանկի 20 թվականի դեկտեմբերի 25-ին արտադրված արտադրական ընկերության եւ Կանոնի Կալյանի անվան եւ ձևավորված մանկային գաղտնի կազմում էլեկտրոնային փաստաթղթերի եւ դրանք պահանջող լազերային սկավառակը թվային այդում հեռախոսային հաղորդակցության վերահսկում գաղտնի քննչական գործողություն կատարելու մասին 20 թվականի դեկտեմբերի 25-ի արձանագրությունը տեղեկատվության պահանջի մասին 20 թվականի դեկտեմբերի 27-ի եւ 28-ի արձանագրությունը արտադրության փաստաթղթ ճանաչված փաստաթղթերը պետական ինֆորմացիոն կոմիտեի պատասխան տեղեկատվության պահանջի ստացված 20 թվականի դեկտեմբերի 28-ի տեղեկատվության պահանջի քննչական գործողության արձանագրությունը որպես հավելված կցված փաստաթղթերը մասնավորապես 20 թվականի դեկտեմբերի 28-ի դյուրությունը արտադրական ընկերության կողմից 11-ից 18 թվականներին աշխատու ժամանակաշրջանների համար հարկային մանրի ներկայացված շահարկի աշխատանքները համապատասխան դրությունից էլեկտրոնային փաստաթղթերի եւ դրանք պահանջող լազերային սկավառակը զննում կատարելու մասին 20 թվականի դեկտեմբերի 28-ի արձանագրությունները եւ դրանց հավելվածները 20 թվականի դեկտեմբերի 28-ի զննության արձանագրությունը որպես հավելված կցված նայնի արձանագրի վերաբերյալ Արգենտինյան Հանրապետություն դիվանացիոն հիմնական դպրոցի պաշտպանության ծառայության վերջին կենսական տվյալների պահանջող փաստաթղթերը արտաքին դիտում գաղտնի քննչական գործողություն կատարելու արդյունքների արձանագրելու մասին 24 թվականի հունվարի 4-ի արձանագրությունները թվային այդում հեռախոսային հաղորդակցության վերահսկում գաղտնի քննչական գործողություն կատարելու եւ դրա արդյունքների արձանագրելու մասին հունվարի 4-ի եւ հունվարի 6-ի արձանագրությունները նույն քննչական գործողությունը կատարելու մասին հունվարի 31-ի արձանագրությունը արմիան կատարելու մասին 24 թվականի փետրվարի 5-ի արձանագրությունը եւ քրիստոնեական սկավառակը կենտրոնական բանկից ագրաված Պավել Բաղմանյանի բանկային գաղտնի կազմում փաստաթղթերի եւ դրանք պահանջող լազերային սկավառակը տեղեկատվության պահանջի մասին 24 թվականի փետրվարի 15-ի արձանագրությունը արտավարդային փաստաթղթ ճանաչված վերաբերյալ կառույցից ի պատասխան տեղեկատվության պահանջի ստացված եւ որպես հավելված կցված 24 թվականի փետրվարի 14-ի դյուրությունը մասնավորապես արտադրական ընկերության մասնակցությամբ գնման ընթացակարգերի վերաբերյալ թվային այդում հեռախոսային հաղորդակցության վերահսկում գաղտնի քննչական գործողություն կատարելու մասին արձանագրության եւ դրա արդյունքների անհրաժեշտության մասին փետրվարի 14-ի արձանագրությունը նույն քննչական գործողության մարտի 7-ի արձանագրությունը զննում կատարելու մասին 24 թվականի ապրիլի 2-ի արձանագրությունը զննում կատարելու մասին 24 թվականի 10-ի արձանագրությունը թվային այդում հեռախոսային հաղորդակցության վերահսկում գաղտնի քննչական գործողություն կատարելու եւ դրա արդյունքների արձանագրելու մասին ապրիլի 4-ի արձանագրությունները տեղեկատվության պահանջի մասին 24 թվականի ապրիլի 1-ի արձանագրությունը արտադրական փաստաթղթ ճանաչված պաշտպանության նախարարությունից ստացված հերթական կարիքների համար հայտարարված 10 թվականին հայտարարված համապատասխան ծախսական հասարակի ավազին փաստաթղթերը արտադրում կատարելու մասին ապրիլի 15-ի արձանագրությունը արտադրական փաստաթղթ ճանաչված 25 թվականի ապրիլի 15-ի Վիվա Արմենիան ընկերությունը արտադրված Նայինի Ադենյանի կողմից օգտագործող համապատասխան բջջային հեռախոսամարի երկրային օգտային խոսակցությունների վերաբերյալ տվյալները տեղեկատվության պահանջի մասին 24 թվականի ապրիլի 15-ի արձանագրությունը ներքին եւ արտաքին դիտում գաղտնի քննչական գործողություններ կատարելու դրա արդյունքները արձանագրելու մասին 24 թվականի ապրիլի 15-ի արձանագրությունը արտադրական կատարելու մասին 24 թվականի ապրիլի 16-ի արձանագրությունը
Արտավարդային փաստաթուղթ ճանաչված 25 թվականի ապրիլի 16-ին Տելեկոմ Արմենիա ընկերությունից արտավարդ Հայկաց Բաղմանի կողմից օգտագործող համապատասխան բջջային հեռախոսահամարի երկրային և նյութային հեռախոսահամարների վերաբերյալ տվյալները, տվյալային ներքին հեռախոսային հաղորդակցության վերահսկում գաղտնի վճռական գործողություն կատարելու և դրա արդյունքների արձանագրելու մասին ապրիլի 16-ի արձանագրությունների և համապատասխան լազերային սկավառակը արտաքին ներքին դիտում տվյալային հեռախոսային հաղորդակցության վերահսկում գաղտնի վճռական գործողություններ կատարելու և դրանց արդյունքներն արձանագրելու մասին ապրիլի 15-ի արձանագրությունը նույն վճռական գործողությունների կատարելու վերաբերյալ և դրանց արդյունքները արձանագրելու վերաբերյալ 23-ի մայիսի 7-ի արձանագրությունները զննում կատարելու մասին 24 թվականի մայիսի 10-ի արձանագրությունը, տեղեկատվության պահանջի մասին 24 թվականի մայիսի 13-ի արձանագրությունը, արգայլում կատարելու մասին 24 թվականի մայիսի 14-ի արձանագրությունը, ակտիվության դատարանի համապատասխան որոշման հիման վրա Վիվարմենիա ընկերությունից արգելված Կարին Ալյանի, Սարգիս Մերկոնյանի և Ալեքսանդր Աբովյանի կողմից օգտագործող բջջային հեռախոսահամարների երկրային և նյութային տվյալների վերաբերյալ լազերային սկավառակը և ստացված փաստաթղթերը, տեղեկատվության պահանջի մասին 24 թվականի մայիսի 14-ի արձանագրությունը, գիծգրություն լազերային սկավառակը, կադաստրի կոմիտեից պատասխան տեղեկատվության պահանջի ստացված և 24 թվականի մայիսի 14-ին տեղեկատվության պահանջական գործողություն արտոնագրությունը որպես հավելված կցված 24 թվականի մայիսի 13-ի համապատասխան դրությանը այդ դրությունից ներկայացված փաստաթղթերը, արգալով կատարելու մասին 24 թվականի մայիսի 15-ի արձանագրությունը, արտավարդային փաստաթուղթ ճանաչված 24 թվականի մայիսի 15-ին հանրապետության դատարանի համապատասխան որոշման հիման վրա Տելեկոմ Արմենիա ընկերությունից արտահայտված Ալեքսանդր Աբովյանի կողմից շահագործող բջջային հեռախոսահամարի վերաբերյալ տվյալները, արգալով կատարելու մասին 24 թվականի մայիսի 15-ի արձանագրությունը կից լազերային սկավառակը, կառավարության դատարանի համապատասխան որոշման հիման վրա մայիսի 19-ին Յուվկոմ ընկերությունից արտահայտված Ալեքսանդր Աբովյանի կողմից օգտագործող բջջային հեռախոսահամարի վերաբերյալ տվյալները, տեղեկատվության պահանջի մասին 24 թվականի մայիսի 20-ի արձանագրությունը, գիծգրությունը և վճռման հանձնարարականները, տվյալային ներքին հեռախոսային հաղորդակցության վերահսկում գաղտնի վճռական գործողություն կատարելու դրա արդյունքների արձանագրելու մասին համապատասխանաբար 2024 թվականի հունիսի 17-ի և հունիսի 26-ի արձանագրությունները, Շվեյցարիայի թագավորությունից ստացված իրավական օգնության պատասխանը և դրա թարգմանությունը, արտավարդային փաստաթուղթ ճանաչված Բաղմանի պաշտպանների կողմից ներկայացված միջնորդությունը 2024 թվականի օգոստոսի 12-ին դրանից Պավել Բաղմյանի և Սասուն Բարսեղյանի մինչև 19 թվականի նոյեմբերի 19-ին ուղղված փոխհատուցում պայմանագրի պատճեն, այդ փոխհատուցում պայմանագրի հիմքով Սասուն Բարսեղյանի կողմից Պավել Բաղմյանին վերադարձված 25 միլիոն դրամը և 55 միլիոն դրամը վերադարձել հիմնավոր աշխատավարձները, տեղեկատվության պահանջի մասին 25 թվականի մարտի 17-ի արձանագրությունը, գիծգրությունը փաստաթղթերի լազերային սկավառակը, պետական եկամուտների կոմիտեից պատասխան տեղեկատվության պահանջի ստացված և 25 թվականի մարտի 17-ի տեղեկատվության պահանջի վճռական գործողության արձանագրությունը որպես հավելված ՀՊ-քարտային տեղեկատվության և ռիսկերի վերահսկման վարչությունից ստացված գրությունը, Հարություն Բաղմյանի և Զարմի Բաղմյանի եկամուտների տվյալներ պարունակող փաստաթղթերը, զննում կատարելու մասին 2025 թվականի մարտի 21-ի, հունիսի 21-ի, հունիսի 19-ի, հունիսի 24-ի արձանագրությունների և դրանցից հավելվածները, տեղեկատվության պահանջի մասին 25 թվականի օգոստոսի 5-ի արձանագրությունը, արտավարդային փաստաթուղթ ճանաչված Պաշտպանության նախարարությունից պատասխան տեղեկատվության պահանջի ստացված 25 թվականի օգոստոսի 5-ի տեղեկատվության պահանջական գործողության արձանագրությունը որպես հավելված կցված 2025 թվականի օգոստոսի 5-ի դրությունը այն մասին Հայկաց Բաղմյանի 15 թվականները հանդիսանալով զուգահեռ շահի պետրիատավը չի համակարգել սննդի մատակարարման ոլորտը, զննում կատարելու մասին 25 թվականի օգոստոսի 5-ի արձանագրությունը, տեղեկատվության պահանջի մասին 25 թվականի օգոստոսի 12-ի արձանագրությունը, գիծգրությունը և լազերային սկավառակը, արտավարդային փաստաթուղթ ճանաչված պետական եկամուտների կողմից ստացված դրությունը և ցույց ակտիվ սեփականության կողմից կատարած արտահանումների վերաբերյալ տեղեկատվության պահանջող և փաստաթղթերի և դրանք պարունակող լազերային սկավառակը, զննում կատարելու մասին 25 թվականի օգոստոսի 18-ի արձանագրությունների փաստաթղթերը, արտավարդային փաստաթուղթ ճանաչված 25 թվականի օգոստոսի 18-ի զինվորական արձանագրությունը որպես հավելված կցված Երևան քաղաքի Դավիթ փողոցի համապատասխան հասցեների հիմքերի կադաստրային կողմերից արտադրված փաստաթղթերը, զննում կատարելու մասին օգոստոսի 21-ի, օգոստոսի 22-ի և օգոստոսի 23-ի արձանագրությունները, արտավարդային փաստաթուղթ ճանաչված 25 թվականի օգոստոսի 22-ի զինվորական արձանագրությունը որպես հավելված կցված հանրամատչելի համացանցային կայքերից արտադրված փաստաթղթերը և դրանց էլեկտրոնային տարբերակները, զննում կատարելու մասին 2025 թվականի օգոստոսի 24-ի, 25-ի և օգոստոսի 29-ի արձանագրությունները, տեղեկատվության պահանջի մասին 2025 թվականի օգոստոսի 29-ի արձանագրությունը և գիծգրությունը, արտավարդային փաստաթուղթ ճանաչելու մասին որոշումները, մեջբերված գրավոր ապացույցները, ինչպես առանձին, այնպես համակցության մեջ ըստեղծություն հաստատում են մեղադրանքին նկարագրված փաստական կողմը, մասնավորապես պարոն Բաղմյանի նյութական դրության վերաբերյալ, վերջինս հայտարարելու արտատվյալների վերաբերյալ, ինչպես նաև արտատիկ ընկերություն փաստաթղթի տնօրինելու վերաբերյալ տվյալները, դրա ապացույցների կարգավորումից հետո պատասխանատվական առաջարկման հարցը քննել քրեական գործով դատակոչված վկաներին, մասնավորապես վկա Արարատ Աբրահամյանին, Սարգիս Մերկումյանին,
Բաղդասարյանի արդեն նշեցի, Վկանու Ներդինաշյանի, Գևորգ Փայտյանի, Քրիստինա Ախյանի, Հեղինե Սարգսյանի, Վկապարունի Հայրապետյանի, Կարեն Վարոյանի, Արմայիս Թոֆյանի, Սարգիս Թորոսյանի, Ալեքսանդր Աղովյանի, Պարտական Հովհաննիսյանի, Նինե Գյունաշյանի, Թաթուլ Բաղդասարյանի, իսկ վերջում պատվիճի դատարան, ինչպես նաև վկա Արտուր Հակոբյանի վերջում մեղադրելի նման ցանկության և պաշտպանական կողմի նման իշխանության պարագայում առաջարկման հաստատել վերջինս։ Ցուցմունքներով ինչ հանգամանքներ էին Պատվիճի դատարան ըստ էության դատապարտված վկաների ցուցմունքներով հաստատվում են պարոն Բաղդասարյանի կողմից որոշակի դրամական փոխանցումների վերաբերյալ տվյալներ, ըստ էության գրեթե բոլորը ցուցմունքներ են տվել Ակատիկ ընկերության տնօրինման վերաբերյալ, ինչպես նաև վերջիններիս հաշվեհամարների, պարոն Բաղդասարյանի կամ նրան փոխ կապակցված անձանց կողմից որոշակի գումարների փոխանցման վերաբերյալ։ Ինչը պաշտպանության կողմի դիրքորոշումը քննարկող հարցի վերաբերյալ լսելը դատարանի գիտություն լրագրող Աշոտ Հակոբյանը ուզում է հայտնել, որ մեղադրյալ Այգազ Բաղդասարյանը չի ցանկանում, որպեսզի սույն դատական նիստերը տեսագրվեն, հեռարձակվեն, նիստերի դահլիճում իրեն լուսանկարեն։ Դուք ողջ միայն ձայնագրավել, չգիտեմ թե սարքում եք դրանով ձայնագրավել նիստերը։ Այլ որևէ բան մեղադրյալը չի ցանկանում, որպեսզի տեղի ունենա, իսկ հաշվի գործող քրեական դատարանության օրենսգրքի համաձայն նշված հարցի վերաբերյալ դատարանի որոշումը կախված է ըստ էության մեղադրյալի դիրքորոշումից, հետո որ հիմք ընդունելով մեղադրյալ Բաղդասարյանի դիրքորոշումը դատարանը արգելել է սույն դատական նիստերը զանգվածային հաղորդության միջոցների ներկայացուցիչների կողմից տեսագրելը, լուսանկարելը, հեռարձակում իրականացնելը։ Ես խնդիր չունեմ դրա հետ կապված, բայց վստահ եմ, որ այդ կադրերում պարոն Բաղդասարյանը չի հայտնվել։ Շատ լավ, ես խնդիր չունեմ դրա հետ կապված։ Լսենք պաշտպանության դատարանը շնորհակալություն, ճիշտ ասած դուք խոսքում նշեցիք դիրքորոշումը, որ նշանակում ներկայացնել Այլ վերաբերյալ հարցերում ես հնարություն տալու եմ ձեզ։ Ես շնդատեցի պետիկայի ձեզնելու, տեսեք նշանակությունը ըստ էության վերաբերում այն հարցին, որ սույն քրեական վարույթը ենթակա է կաշման հետապնդումը դատարեցման, որի հիմքում նաև ապացույցների անկրկնության խնդիրը ըստ էության դրվում, բայց ես բովանդակային չեմ անդրադառնալու, այլ այն հիմքում, որ մենք բառով ասեմ, որպեսզի պատկերացնենք, ոչ պրոճեջ աղբյուրի բացակայության դեպքում առանց հաղորդման քրեական վարույթ է նախադրվում, այս ամբողջ պրոցեսը ըստ էության տեղի է ունեցել իրադարձական օրենքի էական խախտում։ Հետևաբար այս երկու հոդվածի առաջին մասի 8-րդ կետի հիմքով ակներների միջնորդությունը եթե դատարանից ես ներկայացնեմ, դες միջնորդությունը համարակի դեպքում ես մնացած պրոցեսը ըստ էության դառնում առարկայացում։ Հաշվի առնելով, որ 23 թվականի վարույթ նախաձեռնելու արձանագրությունից հետո է կատարվել մնացած ապացուցողական գործողությունները, մյուս վարույթը և մեղադրանքը, իսկ սրա ոչ իրավաչափների դեպքում ամբողջ վարույթը հնարավոր ծաղիկոտումները հնարավոր սկզբունքով դառնում է ոչ մի բան։ Հետևաբար, եթե դատարանը թույլ տա հաշվի առնելով, ես հասկանում եմ ընթացակարգը, պարզապես քանի որ նորին ներգրավել, որ այդ հարցը ստեղծում բոլոր քննարկման հարց է, առանցքային հարցերից մեկն է, եթե դատարանը թույլ տա կներկայացնեն հիմնավորումները հետապնդումը դատարանեցնելու վարույթը կարճելու մասին, որից հետո եթե ըստ էության լուծումը կհետաձգվի կամ այլ լուծում ունենա, կամ դառնա կապացույցների վերաբերյալության ծավալի որոշման հարցից, սա է դիրքորոշում այս պահին, որպեսզի դուք հնարավորություն տաք, ես ներկայացնեմ միջնորդությունը, որ երկար պրոցես չանենք ըստ էության առանց հասկանալու դրա իմաստը կարող է շատ չանենք։ Շատ լավ, պարոն Մարմի, ես ես հնարավորություն տալիս եմ ներկայացրել Շնորհակալություն։ Պատվիրում դատարան, ինչպես նշեցի, միջնորդությունը վերաբերում է քրեական դատավարության օրենսգրքի, այս հոդվածի առաջին մասի 8-րդ կետի հիմքով քրեական դատավարություն դատարանեցնել
կարգավորված են այս երկու հոդվածի 1/3 կետը, այս երկու հոդվածի 1/3 մասը 173 հոդվածը, որը վերաբերում է պատշաճ հաղորդմանը, հաղորդման դիմերի, 172 հոդվածը, որը նշված է, որ քննիչի հաղորդումը պետք է ունենա նորակրթի վերաշարժված պատշաճ վավերացված պաշտոնական նամակի էլեկտրոնային նամակի կամ հաղորդման այն ձև, մարմինի ամբողջ անվանում 178 հոդվածը, որը նշված է, թե արձանագրությունով է կազմում արձանագրության մեջ ինչ է պետք է լինի։ Հիմա այստեղ ամբողջ գաղափարախոսությունը հետևյալ է, նոր քրեական դատավարության օրենսգիրքի տարբերություն նախկինի երկու շատ հիմնարար փոփոխություն է իրականացրել։ Նախկինում քննիչը իր վարույթում գտնվող քրեական գործով իրավունք ունենալով ցավացել եւ ընդունել իր վարույթը, եւ դրա համար անհրաժեշտություն չկար ստանալու հանրահայտություն կամ թույլտվություն։ Նոր քրեական դատավարության օրենսգիրքը սկզբունքորեն փոխել է այս կառուցվածքը եւ այլևս քննիչի կողմից իր կողմից քննության ենթակառավարի շրջանակում հանձնարարության դեպ բացահայտելու համար հնարավորություն չի սահմանում, որ ինքնուրույն կարող է քրեական վարույթ նախաձեռնել եւ իրականացնել նախաքննություն։ Որովհետեւ օրենսգիրը հրաժարվել է նախ սեփական վարույթ ընդունելու կառուցակարգից, այսինքն այլևս քննիչը չի կարող որոշել, որ ինքն է պատշաճ սուբյեկտ, քննիչի պատշաճ սուբյեկտ լինելը որոշում է քննչական մարմնի ղեկավարը։ Եվ օրենսգիրը այս առումով ինստիտուցիոնալ փոփոխություն արել, այսպես ասած իշխանությունների տաղանդատում արել հենց քննչական մարմնի ներսում, հաշվի առնելով, որ քննիչը ինքնուրույն չի կարող որոշել, թե որ գործի պետք է նախաքննություն իրականացնել, այլ որոշում պետք է կայացնել միշտ վերադաս հանրահայտության հիմքում։ Եվ երկրորդը, որպեսզի այս ամբողջը իրականացնել, օրենսգիրը փոխեց հենց քննիչի կողմից այս վարույթ նախաձեռնելու եւ վարույթի շրջանակում նոր դեպք բացահայտելու դեպքում ամբողջ ինստիտուցիոնալ հետևաբար օրենսգիրը ուղղակիորեն պահանջում է, որ անգամ քննիչը երբ որ իր վարույթում նոր հանձնարարության դեպք բացահայտում, պետք է պարտադիր հաղորդում ներկայացնել, ինչպես ֆիզիկականան, դիվանականան, ստատական դատարան բոլորը։ Հետևաբար առաջի պայմանը պատշաճ վարույթի դա նաև որ պետք է լինի իրավաբանական փաստ իրենս հաղորդման, որը որ պիտի ներկայացվի քննիչի կողմից։ Եվ դրան պիտի հաջորդի արդեն քննչական մարմնի ղեկավարի հանձնարարությունը, որը կարող է լինել եւ հենց նույն քննիչին, որ ինքը իրականացնի այդ քննությունը, կարող է լինել, որ հանձնարարությունը տրվի այդ քննիչին։ Սրա հետո նաև մեկ այլ գաղափար կա, որովհետեւ երբ որ քննիչը ինքն է որոշում, ինչ վարույթ իրականացնել, այն կարող է ունենալ շահերի բախում։ Շահերի բախում կարող է արտահայտվել նրանում, Ջրավի իրականության նախադեպքը 2011 թվականի Տավուշի մարզում տեղի ունեցած դեպքի հետ կապված, որտեղ քննիչը արձանագրել շահերի լրացում քննչական քրեական վարույթի Մոսես Տրամազյանն եւ դրանով պայմանավորված ստեյցիան ամբողջ կառուցակարգը քննությունը դարձավ անկույլատրելի եւ արտարացման կայացած նմանատիպ դեպքերը բացառելու համար որպես կառուցակարգերը նախատեսված են եւ երկրորդը նաեւ որ սահմանադրությամբ նախաքննությունը ստեյցիան ամրագրվեց որպես սահմանադրական գործառույթ եւ հանրային մասնակիցների ներքին փոխհարաբերությունների կառուցակարգը սահմանվեցի նորում վերադաս ներում հանրությունների հիման վրա կարող է իրականացնել։ Ընդ որում երբ որ միայն քրեական դատավարության օրենսգիրք է սահմանադրություն նախաքննությունը դա ոչ թե առանձին քննիչին վերապահված լիազորություն, այլ քննչական մարմնի գործառույթ է, որտեղ արդեն կանոնի ինստիտուցիոնալ գործառույթ է, աշխատանքի ներքին բաժանումների իրադրված եւ քննչական մարմնի ղեկավարն է որոշում գործերի պաշտում մակագրում, հաշվի առնելով թե քննիչների ծանրաբեռնվածություն, թե մասնագիտացվածություն եւ օրենսգիրը նաեւ այստեղ սահմանում է մի կարևոր գաղափար, որ քննչական մարմնի ղեկավարը համարվում է պատասխանատու է ամբողջ կառույցի կողմից իրականացվող քննության որակի համար, օրինականության համար, գերատեսչական վերահսկողություն, իսկ գերատեսչական վերահսկողություն հնարավոր է, որ քննչական մարմնի ղեկավարը գիտի, որ քննությունը գործը հանձնարարել։ Հետևաբար, երբ որ քննիչը ինքնաբուխ վերցնում է, որ իր վարույթում նոր դեպք բացահայտում առանց ղեկավարի ներյալ պահելու ինքնուրույն վարույթ նախաձեռնում, նոր քրեական դատավարության օրենսգիրքի տեսանկյունից սա անընդունելի է, հետևաբար ինքը համարվում է դատավարական օրենքի կարգի է խախտում, այդ սահմանադրության 6-րդ հոդվածը ուժը որպես սահմանադրական օրինականության խախտում, քանի որ դեռ ուղղակիորեն է համարված, որ յուրաքանչյուր պետական պաշտոնյա իրավասու անում է այնպիսի գործողություն, որի համար ուղղակիորեն լիազորված է։ Այսինքն սույն պարագայում մենք ունենք մի իրավիճակ, երբ որ մեր հարգարժան քննիչը քրեադատավարական օրենքի իրական խախտումով եւ խախտելով սահմանադրության
6-րդ գործը խախտել է կողմից այս ամբողջ process-ը։ Սույն քրեական վարույթը նախաձեռնում ես շատ դետալներ այսպես չներկայացրեցի, ամբողջ գաղափարը ստացա, բովանդակային ներկայացրեցի, բայց տեքստը, որը ներկայացրել եմ, ըստ մանրամասն վերլուծությունները արված են տարբեր տեսանկյունից և քննչական մարմնի տեսքերի չարաբերություն և պատշաճ գաղափար, աղբյուրի գաղափար, օրինականության, վերահսկելիության, կանխատեսելիության և այլն։ Այսինքն ամբողջը վերլուծված է։ Հիմա ինչ ունենք մենք։ Մենք ունենք հետևյալ վիճակը, հենց առաջի հատորի քրեական վարույթը արտել է 2023 թվականի վարույթ նախաձեռնելու արձանագրություն։ Այս երեկոմբոր 2023 թվական հենց առաջի վարույթությունը քննիչ ինչ է նշում։ Նախաքննության ընթացքում այն ենթադրյալ հանցանք կատարելու փաստի հայտնաբերման հիմքով կազմակերպություն արձանագրություն հետևյալի մասին և նկարագրում է թե ինչ գործ էր քննում, դրանից հետո ինչ բացահայտվեց։ Այսինքն այս արձանագրությունից և այդ քրեական ամբողջ վարույթի գուտերի ուսումնասիրությունից երևում է, որ հաղորդում գոյություն չունի։ Այն որ պետք է լիներ հաղորդում և պետք է լիներ հանձնարարություն, հաջորդ քրեական վարույթը, որ նախաձեռնվել է սույն վարույթի շրջանակում, ամենևին այնքան արձանագրության այդ դրանից հետո, երբ որ նոր վարույթ նախաձեռնելու արձանագրությունը կազմվում քննիչի կողմից, այնտեղ ակնհայտ նշված է այն վարույթի շրջանակում հայտնաբերեցի ձեր հաղորդման ներկայացնում հակակոռուպցիոն կոմիտեի քննիչն է իհարկե, ներկայացնում քննչական մարմնի ղեկավարին, ղեկավարը հանձնարարում իրեն և ինքը արձանագրության մեջ նշում։ Այսինքն ինքնին արդեն նախաքննության փուլում նոր քրեական դատավարության օրենսգիրքի շրջանակում կազմվել է երկու քրեական վարույթ նախաձեռնելու արձանագրություն, որոնք մենք իրենց արդեն բացառել են։ Այն երկրորդը, որը կազմվել է օրենքի տարեկան գործում համապատասխան է, իսկ առաջինը ուղղակիորեն օրենքից չբխող։ Ես մոտավորապես պատկերացնում եմ սա ինչի հետևանքը, քանի որ օրենսգիրքը նոր ըստ էության գործողության մեջ մտել, ըստ էության հնի իներցիայով արձանագրությունը կազմվել 6 ամսվա տարբերությամբ իհարկե, բայց դա չի արտահայտում օրենքի խախտումը, անկախ նրանից, որ իներցիայով որոշումը կայացվել, որովհետև նախկին օրենքից նման կառուցվածք չունի։ Հետևաբար, ստացվում է, որ քրեական դատավարության օրենսգիրքի խախտման հարուցվել է սույն քրեական վարույթը, այն իմաստով, որ ըստ էության մենք չունենք աղբյուր քրեական վարույթ նախաձեռնել, որը պիտի լիներ հաղորդում քննիչի կողմից կազմված, իր վերադասին և այդ հանձնարարությունը, որ ինքը հետևաբար ստացվում քննիչը ինքն իրեն որոշել է, որ այս գործով ինքը համարում է լիազորող պատշաճ սուբյեկտ և ինքը որոշել է, որ ինքը իրեն ըստ էության հաղորդում այսպես ճակերտաբար ասած և ինքը իրեն հանձնարարել այս վարույթի իրականությունը։ Հենց ամբողջը այստեղ է որոշվում, տեղի անում են խախտում, այսինքն աղբյուր ըստ էության պատշաճ 20 երկրորդը։ Այս նույն արձանագրության մեջ քննիչը վկայակոչել է ՊԵԿ ՀՕՀՎ թիվ բաժնի գլխավոր օպերատիվ Կարեն Ավետիսյանի կողմից քննչականի դրված հանձնարարության հիման վրա տեղեկանքը, որը 11-րդ հատորում է, եթե չեմ սխալվում, ուրեմն այս հաղորդումը ինքը ներառել է արձանագրության մեջ, ընդ որում հաղորդման բովանդակությունը հետևյալն է, Հայկազ Բաղմանյանին ՀՀ ավերտային բանկերում սպասարկող հաշիվները 11 թվականից մինչև 20 թվականը համալրվում են ընդհանուր նշում ինչ-որ դրամի գումար, որից այսքան և այլ։ Այսինքն, այս տեղեկատվությունը օպերատիվ մարմինը ներկայացրել, այսինքն միջոցառումների արդյունքում ստացվել են օպերատիվ տեղեկություններ։ Մեր բանկային գաղտնիքի մասին, հետևողի մասին, ուղղակիորեն սահմանում է, որ անտիբանկային գաղտնիքացնող տեղեկատվությունը կարող է հայտնվել իրավասու մարմինների դիրքում բացառապես դատարանի որոշման վրա, իսկ երբ որ հնարավոր է առանձնադատարանի որոշման, օրինակ ուզարկություն են կատարում բնակարանից հայտնաբերում, այսինքն օրենքը երկու հնարավոր տարբերակ ունի, որ բանկային գաղտնիքը կարող է հայտնվել քրեական վարույթում, դա մեկային իրավիճակն է, երբ որ պատշաճ քննությունը իրականացվում է օրենքի սահմանների թեկուզայք քննչական ապացուցողական գործողությունների կատարման ձեռքբերում է դրանում և երկրորդը, եթե օպերատիվ մարմնին վերաբերում պետք է լինի առնվազն դատարանի որոշում ֆինանսական գործարքների վերահսկման ձևով, որպեսզի հնարավորություն լինի անվարչելություն ունենալ օպերատիվ մարմնի կամ քննիչը անտիբանկային գաղտնիքում։ Հիմա ստացվում է, որ պետք քննչական վարչության քննիչը երբ տվել է հանձնարարություն,
Այդ հանրահավաքությունը դեռ կանդրադառնամ, զուտ բովանդակային առումով օպերատիվ հետախուզական միջոցառում իրականացնող մարմինը ակնհայտ օրենքի խախտմամբ առանց դատարանի որոշման Հայկած Վարդանյանի բանկային գաղտնի տեղեկատվությունը վերցրել է ներկայացրել քննիչին։ Թե այստեղ քրեայական առարկա չկա, դա հարցի այդ քննարկումը, որտեղ մենք այլ գործերով ունենք նմանատիպ պրակտիկա, ես մի երկու հաղորդում եմ գրել, եթե մենք իրական վարորդի հարցը քննարկում, անգամ արձանագրություն կա կազմած նման գործողությունների հետ կապված։ Այսինքն սա կամայական մոտեցում է, երբ որ Արկային օգտագործող մարմինը դիվագետել է վանձած բանկային տվյալներին, սպասում է քննիչի հանձնարարություն, որպեսզի մարդկայից բանկային գաղտնի կազմող տեղեկությունը առանց դատարանի որոշման, առանց բանկի իմացության վերցնի եւ բանկի քննիչները, որոնք հետագայում դառնում են ըստ էության քրեական վարույթի նախաձեռնահի եւ ապացույց ձեռքբերելու։ Հիմա սույն տեղեկանքը, որը նաեւ գայգոչված այս արձանագրության մեջ, ես փորձեցի ամբողջ 20 քանի անգամ վարույթի դեպքեր ուսումնասիրել, չկա դատարանի որոշում, որի հիմքով ձեռքաբերվել այս բանկային գաղտնի։ Իսկ այս փաստաթուղթը այնուհետև դրվել է վարույթ նախաձեռնելու արձանագրության մեջ։ Այս փաստաթուղթի հիման վրա քննիչը սկսել է հարցումներ անել այդ թվում կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով եւ ստանալ հայտարարություններ եւ ամբողջ ըստ էության առանց դատարանի որոշման իրականացված այս գրության հիման վրա է ունեցել։ Հետևաբար մենք ունենք վարույթ նախաձեռնելու արձանագրություն, որում դրված առանց դատարանի որոշման ստացված օպերատիվ տեղեկատվություն 1, որը կազմվել է քննիչի կողմից առանց հաղորդման սեփական նախաձեռնության, առանց իր ղեկավարի հանձնարարության։ Հետո այս վարույթի քննությունը ըստ էության 5 մյուս վարույթների նախաձեռնում են, ապա երբ որ այս վարույթը ըստ էության մենք նշում ենք, որ ապօրինի պատշաճ չի ճանաչում ըստ էության ապօրինի եւ քրեական հետապնդումը նախարարեցնում են, բնականաբար մնացածը ինքնաշխատ կերպով դուրս են գալիս եւ քրեական վարույթը հասարակ դառնում է իրավաբանություն ունենա։ Սա մեկ, երկրորդ սրա է կապված նշան, նախ անգամ պարզ համեմատություն, ուղղակի սա բովանդակային է, նրանց չի ուզում ասել, ավելի է պարզապես, ուրեմն նախնական քննությունը վերաբերում է այդ փաստերի, երբ որ 2015 թվականի քննությունը իրականացվել քննիչի կողմից, դա վերաբերել է խարդախության դեպքի քննության, խարդախության դեպքի քննության շրջանակներում ինչ կապ ուներ պարոն Բաղմանյանը, ես չգիտեմ, դա միայն համանadar քննիչին հայտնել է, որտեղ օպերատիվ տվյալ չի անում։ Այսինքն քննիչին ինչ անում։ Խարդախության դեպքի շրջանակներից դուրս է գալիս, հանձնարարություններ է տալիս որպես Բաղմանյանի մասով, չունենալով նման քննության ծավալ։ Այսինքն իր քննության առարկան ուրիշ գործողությունները, բայց ինքը սկսում է այդ վարույթը օգտագործել մեկ այլ ենթադրաբար դեպք բացահայտելու նպատակով։ Մենք սրա մասով ևս դատական պրակտիկա ունենք, կա այն ձևավորված, որ գոյություն ունի նախաքննության սահման, որը որոշվում է ըստ փաստերի, ըստ անձանց։ Փաստերը արձանագրվում են ըստ էության քրեական գործողությունների մասին որոշման մեջ, եւ դրանով էլ ընդգծվում է քննիչի գործողությունների շրջանակը։ Հետևաբար, երբ որ մենք նայում ենք սկզբնական քրեական գործողությունների որոշումը, որտեղ նկարագրված է թե քննիչը այդ նախաքննությունը որ փաստերի շրջանակում է իրականացնում, պարոն Բաղմանյանը դրանց տարածական կապ չունի։ Հետևաբար ստացվում է անգամ այս հանրահավաքությունը, որ քննիչը տվել է, որի արդյունքում ստացել է օպերատիվ տվյալ, դրանք էլ են ապօրինի, հաշվառվում որ քննիչը դուրս է եկել քննության ծավալներից եւ իրականացրել է այդ գործունեություն քննություն։ Հետևաբար այս ամբողջ process-ը ինքը որ համակցում է իրար հետ, ամբողջ քրեական վարույթ նախաձեռնելը դրան նախորդող եւ հաջորդող process-ը տեղի ունեցել ըստ էության քրեական օրենքի իրական խախտում, որը սահմանադրության 6-րդ հոդվածի տեսանկյունից համարվում է օրենքի դուրս ապօրինի գործողություններ եւ ղեկավարելով դրանով ապօրինական մնացած դրանով ներկայացրել ըստ միջնորդում են որպեսզի սույն քրեական գործողությունների արժեքների հետապնդումը նախատեսվի 12 հոդվածի առաջին մասի դեպքերով այն է վարորդը նախաձեռնել է օրենքով նախատեսված աղբյուրից ստացված տեղեկության հիման վրա հաշվառելով որ աղբյուրը սպառվել է հանդիսանքով քննիչի կողմից ներկայացված պատշաճ հաղորդումը, որը գոյություն չի ունեցել, եւ երկրորդը վարորդի նախաձեռնման դրվել է առանց դատարանի որոշման ձեռքբերելով օպերատիվ տվյալներ։ Մնացած արդեն մանրամասն ներկայացնում իդեպ դատարանի սահմաններում ներկայացնել նաեւ Երևան քաղաքի
չէր հանձնարարվել, դու չէիր կարող որոշել, որ դու պատժեցություն եկես։ Այս դատավճիռը գլխավոր դատախազության կողմից բողոքարկվել է մինչև վճռովի դատարան, հենց իմ ասած հիմքով, որ հանձնարարությունը պարտադիր է, թե ոչ, վճռովի դատարանը բավարարիչ է դրան ըստերության արձանագրել է կազմել, առնվազն վերականգնի դատարանի հաղորդակում, որ անգամ հաղորդում լինելու պարագայում եթե լեգալարի հանձնարարություն չկա, այդ վարի ապօրինի համարում։ Մեր պարագայում չկա և հաղորդումը, չկա և հանձնարարական, այսինքն մեկ հանգամանք ավելին է ես ասում, հետևաբար սա որպես իրավական փաստարկ, որպես օրենքի միատեսակ իրավման հիմնավորում ներկայացնում է դատարանը, որպեսզի միջնորդություն քննարկելուց նաև հաշվի առնում, որ արդեն ունեն դատականակ, որով ամրագրվում է, որ ինքն հաղորդման արկայություն է բավարարիչ դիտում նաև հանձնարարական։ Ես այսքանը սահմանափակում շնորհակալություն։ Եկան հարցեր, հարցեր չկան, շնորհակալություն։ Դուք նստեք, ուղիղ դուք նստեք, ձեր մասին ասում, կաֆե չէ, կեցվածքով մյուս անգամ չնստեք։ Նախագահը իրան թույլ չի տալիս, դուք հատկապես չէ կարող ձեզ այդ կեցվածքով թույլ տալ։ Տալի ջուն գտնվել։ Լսում եմ ժամանակագրական առումով ներկայացնող դեպքերի ընթացքը, որպես բազմինի նաև քրեական բարույթի նախաձեռնման անհստակությունը մեր համար ինչ անհրաժեշտությունից է բխել։ Տեսեք, մենք ընդհանուր գործում ունենք 3 քրեական գործեր, այսպես ասած, մայր գործը, որից ծագել է այս գործը 2017 թվականի հուլիսի 28-ին է հարուցվել, ինչպես պարոն Մարիամյանը նշեց, միանգամայն այն փաստերի կատարության, որոնք ի վերջո քննության արդյունքում նաև չեն միաձուլվել այս գործին, դրա արդյունքում գործերի միացում չեն ունեցել, այսինքն դեպքի փաստերը ապես տարբերվել։ Երբ որ արդեն 2020 թվականին ստացվել է օպերատիվ գրությունը, 20 թվականի դրությամբ որոշակի է եղել, որ որոշակի հանգամանքներ բացահայտվել են, ենթադրյալ անկախ նրանից դրանք ինչքանով են օրինական, դա մի պահ մի կողմ դնենք։ Արդեն 20 թվականին ենթադրյալ փաստ հանցագործության մասին, եթե դա պետք է բավարար լիներ, 20 թվականին արդեն իսկ բացահայտված է։ 20 թվականին այդ փաստի բացահայտումից հետո տվյալ փաստի ուղղությամբ քննություն է իրականացվել։ Կոռուպցիա կանխարգելման հանձնաժողովի կատարվել զինություններ, այսինքն ենթադրյալ հանցավոր դեպքի կապակցությամբ վարույթ իրականացնող մարմնի միջոցները ձեռնարկել 3 տարի քննություն է իրականացրել։ Եվ արդեն 3-րդ տարում 23 թվականի հունվարի 13-ին միայն որոշում ակայացրել վարույթ նախաձեռնելու մասին։ Ստացվում է մի իրավիճակ, որ ենթադրյալ փաստը հայտնաբերվել է 20 թվականին, 20 թվականի վարույթ քրեական գործ չի հարուցվել անհասկանալի պատճառականություններով, դրանից հետո վարույթը իրականացվել, քննչական գործողություններ են կատարվել, եւ միայն 23 թվականի հունվարի 13-ին երկրորդ վարույթը նախաձեռնվել է, ընդ որում 20 թվականի փաստի ուժով, որից հետո միայն ևս մեկ վարույթ է նախաձեռնվել արդեն ինչպես պարոն նշեց հաղորդման հիման վրա 23 թվականի դեկտեմբերին։ Այսինքն ակնհայտ է, որ դեպքի վերաբերյալ փաստը եղել է բավարարելի քրեական գործառույթելու համար դեռևս 2020 թվականի նախնի կարգավորների ուժով, սակայն վարույթն իրականացնող մարմնի անհասկանալի պատճառներով քննությունը շարունակել է ու ելի անհասկանալի պայմաններում 23 թվականին նոր որոշել է առանց հաղորդման քրեական վարույթ նախաձեռնել։ Ու մի կարճ լրացումներ, եթե իհարկե հնարավոր է դրան հարցը վերաբերի, ինչի ենք գտնում, որ այս սա հատկապես գրահատման ենթակա է, քանի որ ի տարբերություն հնարավոր է վերաբերի բոլոր միջնորդությունների, ստեղ առհասարակ նույնիսկ վարույթ նախաձեռնելու արձանագրությունը պետք չի ուսումնասիրել, նույնիսկ հետազոտման մակարդակի մասին չի խոսված, ուսումնասիրության մակարդակի, քանի որ ընդհանուր պետք է որպես փաստ հաստատել հաղորդման բացակայությունը եւ դրա հիման վրա կատարել հետևություններ շնորհակալ։ Շնորհակալություն։ Պաշտպանության կողմում հանդես եկող մյուս անձինք, ինչպես նաև մեղադրյալը ցանկանում են ներկայացնել միջնորդության կապակցությամբ դիրքորոշում հայտնել։ Բարի, ասենք հայտնել մեղադրյալը դիրքորոշումը։ Պաշտպանության դիրքորոշում հայտնել հողակը քննություն դատարանի ժամանակները մտել ու միջնորդության դատարանից հետաձգել։ Շատ լավ։ Առարկություն կա։ Դատախազը միջնորդեց հետաձգել շատ։ Մենք օրն ենք չէ որոշած, նոյեմբերի 17-ին օրենսդրության ժամը 10:00։ Լավ,
դեպքում ուրեմն հանրային մեղադրողի միջնորդությունը դատարանը բավարարելով այսօր դատալսումները հետաձգում եւ նշանակում է 2025 թվականի նոյեմբերի 17-ին անորոշ ժամը 10:00-ին սակողի հետ նախապես պայմանավորված նիստի ուղիղ ժամը այդ նիստին դատարանը կշարունակի պարոն Մարագոնի եւ Տիկին Խալացյանի կողմից ներկայացրած միջնորդության քննությունը ըստ այդմ դրա արդյունքներով նաեւ կհասկանանք շարունակում կարծիք նախնական դատալսումները եւ 311 օգոստոսի առաջին մասի 7-րդ կետով նախատեսված հարցի քննությունը թե ոչ դատավորության ներկա մասնակիցները նոյեմբերի 17-ի առավոտյան ժամը 10:00-ի դատական նիստի համար համարվում են պատժ ստանցված դատական նիստը հայտարարում հատված տեսուց